24 թվականի իլյուստրատորի տարբերակում ավելացվել է text to vector graphic beta վահանակը, որը դուք կարող եք գտնել ինչպես property վահանակում, այնպես էլ առանձին, և այն իրենից ներկայացնում է հնարավորություն, որտեղ դուք կարող եք տալ ձեր տեքստային գրառումը, ներկայացնել այն նկարը, որը ցանկանում եք ստանալ, արհեստական ինտելեկտը, որը աշխատում է Adobe Firefly տեխնոլոգիաներով, կստեղծի ձեզ համար այդ նկարը։ Ինչպիսի նկարներ դուք կարող եք ստեղծել այս նոր հնարավորությամբ։ Եթե մենք նայենք մեր վահանակի վերևը, ապա դուք կտեսնեք Subject, Scene, Icon, Pattern հնարավորությունները։ Եթե մենք այստեղից ընտրենք Subject-ը, դուք կտեսնեք, որ մենք կարող ենք ստեղծել նկարներ, որոնք իրենցից ներկայացում են օբյեկտներ և չունեն հետևի ֆոն, այսինքն background։ Եթե մենք տալիս ենք Scene, ապա մենք կարող ենք ստեղծել նկարներ, որոնք իրենցից ներկայացնում են ամբողջական նկար իր հետևի ֆոնով։ Երրորդը, դուք կարող եք ստեղծել առանձին icon-ներ, և չորրորդը կարող եք ստեղծել համապատասխան նախշեր, այստեղ նկարագրելով, թե ինչ տիպի նախշ եք ուզում ստեղծեք։ Եթե մենք օրինակ ընտրենք Subject-ը, ապա ընտրելով այս օբյեկտը և սեղմելով նրա վրա, մենք կարող ենք իլյուստրատորին ասել, որպեսզի նա նկարի այդ նկարը մեր այն տիրույթում, որը մենք կնշենք համապատասխան։ Եթե դուք չնշեք, ապա նա իր չափերով կհայտնվի ձեր artboard-ի վրա։ Այստեղ գրված է տեքստը, երբ որ դուք ընտրում եք Big Juicy Burger Branding, և այժմ Adobe Illustrator-ը աշխատելով, կապնվելով իր սերվերի հետ Adobe Firefly-ի, ձեզ կտա այս 3 տարբերակը, որը սկզբի քայլում ստեղծվում է որպես պիքսել, իսկ հաջորդ քայլում նա վեր է ածվում վեկտորի օգտագործելով Trace տեխնոլոգիաները։ Այդ կարող են բերել նրան, որ ձեր ստեղծած գծերը կարող է լինել ոչ հստակ և ունենան ավելորդ կետեր, սակայն դա չի խանգարում ստանալ այն նկարը, որը որ դուք ցանկանում եք և օգտագործել ձեր աշխատանքներում։ Դուք տեսնում եք, որ այժմ մենք ստացանք այս 3 տարբերակը և այստեղ մենք ունենք այս 3 կետը, որի վրա սեղմելով մենք տեսնում ենք այս փոքր մենյուն։ Ներքևի մասում դուք կարող եք հայտնել Adobe թիմին, թե արդյոք գոհ եք նրա ստեղծած նկարից կամ ոչ, ինչպես նաև կարող եք, եթե օգտագործվել են որևէ բառեր, որ սերվերը չի ընդունել և չի կատարել ձեր առաջադրանքը, դա նշանակում է, որ դուք օգտագործել եք մեկ շարք բառեր, որոնք չի կարելի օգտագործել այս տեքստի մեջ։ Եվ ունեք delete variation, եթե սեղմեք, ապա այս նկարը կվերանա ձեր այս ցուցակից։ Եթե մենք օրինակ հիմա տանք select variation, ապա դուք կտեսնեք հաջորդը։ Բացի դրանից դուք կարող եք այս նկարը անեք drag and drop, տաք տիրույթը և ստանալ հաջորդ նկարը, որպեսզի ասենք համեմատեք իրար հետ։ Եթե դուք նորից տաք generate beta այս հրամանով, ապա նորից կստեղծեն համապատասխան պատկերներ, subject-ներ, որոնք կհամապատասխանեն ձեր տեքստին։ Կարող եք նաև փոփոխել նրան, որպեսզի ասենք անեք որևէ ուղղումներ։ Սա հնարավորություն է տալիս ստեղծել subject-ներ։ Այստեղից նաև կարող եք դուք տաք cancel։ Այստեղ մենք կարող ենք սեղմել խաչի վրա մաքրենք և ավելացնենք որևէ այլ հրաման։ Այս հրամանը գրելիս մենք նաև կարող ենք գրել հայերեն կամ այլ լեզուներով, որը ավտոմատ թարգմանվում է սերվերում։ Օրինակ, եթե մենք այստեղ գրենք փոքրիկ շուն և տանք generate, այս տեխնոլոգիաները մեր համար կնկարեն մեր գրված գրառմամբ բովանդակությունը, ինչպես դուք հիմա տեսնում եք կատարվում է այս վահանակում։ Այս նկարները ներ են բեռնվում սերվերից։ Այստեղ նաև դուք ունեք թիփեր, որոնք ձեզ պատմում են, օրինակ, որ դուք կարող եք օգտագործել 100-ից շատ լեզուներ։ Եկեք այս ջնջենք, և եթե մենք հիմա սեղմենք այս մեկի վրա, քանի որ ոչ մի բան ընտրած չէ, ապա այս select-ի փոխարեն մենք ստանում ենք place, որտեղից կարող ենք նրան տեղավորել այստեղ։
Բացի դրանից, երբ որ մենք ստեղծում ենք այս նկարները, այստեղ ներքևը մենք ունենք նաև 3 հատ այկոն, որոնցից մեկը դա օրինակներն են, որ դուք կարող եք օգտագործել արդեն եղած։ Երկրորդը դա ձեզ թույլ է տալիս ձեր նկարները ստեղծելիս ավելացնել ավելի մանր դետալներ, օրինակ, եթե դուք դնեք 5 արժեքը, ապա ավելի շատ դետալներով կստեղծվի ձեր նկարը, եթե հիմա մենք սեղմենք generate beta, ապա դուք կտեսնեք, որ եղած մեր նկարը կլինի ավելի մանրամասն, այսինքն ավելի շատ դետալներ նա կունենա։ Սա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ստանալ այն, ինչ որ դուք ուզում եք ստանալ։ Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել օբյեկտներ այն ոճերից, որը մենք կարող ենք թելադրել։ Վերևում եւ ներքևում մենք ունենք երկու հնարավորություն։ Նախ եկեք քննարկենք վերևի հնարավորությունը։ Եթե մենք այստեղ միացնենք Match Active Artboard Style, այսինքն մեր ակտիվ artboard-ի ոճը, եւ օրինակ այստեղ տանք նոր գրառում նկարել փոքրիկ շուն եւ կատու, ապա նկարածը կնմանվի այս մեր ստեղծված artwork-ին, որը գտնվում է մեր active artboard-ի վրա։ Եկեք սեղմենք generate եւ տեսնենք, որ մեր նոր պատկերը, նոր subject-ը իր մեջ կներառի այն ոճը, որը այժմ դուք տեսնում եք մեր active artboard-ի վրա։ Հիմա եթե համեմատեք այս նկարները, դուք կտեսնեք նրանք իրար հետ ունեն նույն ոճը։ Այստեղ կա նաև այլ տեսակներ, եկեք փոխենք, որը ասում է, որ իլյուստրատորը կարող է մինչև ստեղծելը, եթե դուք միացնում եք այս միացումը, հասկանա ձեր active artboard-ի ոճերը եւ ստեղծի համապատասխան նկարներ։ Ավելացնենք փոքրիկ շուն եւ կատու տան կտուրի վրա, օրինակ, ինչքան մանրամասն մենք գրենք, այնքան ավելի հեշտ կլինի իլյուստրատորին ստեղծել այդ նկարը։ Եվ այժմ, եթե մենք անջատենք Match Active Artboard Style-ը, մենք կարող ենք օգտագործել այս մյուս հնարավորությունը։ Դրա համար այստեղ եկեք բացենք այս նկարը, որը իրենից ներկայացնում է հայկական զարդանախշ, եւ եթե մենք ընտրենք այս հնարավորությունը, մենք կստանանք eyedropper-ը եւ սեղմելով այս նկարի վրա, այժմ իլյուստրատորը կվերցնի այս ոճը եւ եթե մենք տանք generate, ապա մեր մոտ կստեղծվի մեր գրառման հիման վրա նկար, որը կունենա տվյալ վերցրած ոճը։ Դուք այժմ տեսնում եք, որ այն ստեղծվեց համապատասխան մեր նկարի, նրա ոճի։ Սա հնարավորություն է տալիս այս գործիքի օգնությամբ վերցնել ոճեր ինչպես նկարներից, այնպես էլ artwork-ներից։ Սա հիմնական հնարավորություններն են եւ մեզ մնում է այստեղ տեսնել, թե ինչ տիպի նկարներ կարող ենք անել։ Scene-ը իրենից ներկայացնում է ամբողջական նկար, եթե դուք ընտրեք օրինակ այս մեծ տիրույթը եւ սեղմեք սրա վրա, որը իրենից ներկայացնում է օրինակ, դուք տեսնում եք այդ գրառումը, ապա կստեղծվի ամբողջական նկարը համապատասխան այն տիրույթում, որը որ դուք ընտրել եք։ Ասենք, որ այստեղ ցանկացած բանին դուք նաև կարող եք չեղարկել այս process-ը։ Սա արդեն ամբողջական նկարներ են, եթե դուք բացեք շերտերը, ապա այստեղ դուք նաև կտեսնեք background շերտը եւ խումբը։ Հաջորդ հնարավորությունը դա icon-ն է, որը ստեղծում է icon-ներ։ Icon-ների վրա եթե դուք սեղմեք, ապա համապատասխան կստեղծվեն icon-ներ, որը ստեղծելիս դուք նույնպես կարող եք օգտագործել որևէ եղած ոճ, օգտվելով Match Active Artboard Style կամ այս մի գործիքը, որը վերցնում է ոճը համապատասխան ձեր օբյեկտից։ Այժմ, քանի որ միացրած է Match Active Artboard Style, ապա այս մեր icon-ները ստեղծվեցին համապատասխան այն artboard-ի, որը մենք այստեղ ունեինք։ Դուք տեսնում եք, որ սա արդեն իր մեջ պարունակում է այս գույները։ Adobe Illustrator-ի վերջին հնարավորությունը դա pattern է, որը հնարավորություն է տալիս ստեղծել մեզ նախշեր համապատասխան, եթե մենք նշում ենք որևէ տիրույթ եւ լցնել այն տիրույթով, եթե դուք չունեք տիրույթ, ապա այն ուղղակի կհայտնվի այս ձեր ցանկում։
Այստեղ օրինակ ավելացնենք դեկորատիվ նախշեր ծաղիկներով։ Ստեղ մենք ունենք կարգավորում, որտեղից մենք կարող ենք տալ գույնային նրա պալիտրան, ընտրելով համապատասխան ինչ գույներ ենք ուզում։ Օրինակ կարող ենք ընտրել սև ու սպիտակ, կամ սահմանափակել նրան գույների քանակով, իսկ այստեղից ընտրենք սպეციფიկ գույներ։ Եթե դուք ուզում եք հանել այս գույնը, ապա դուք այս գույնային պալիտրայից պետք է սեղմեիք անգույն, որպեսզի նրանք վերանային։ Իսկ եթե ուզում եք տաք այդ գույնը, ապա պետք է սեղմեք խաչի վրա եւ համապատասխան ավելացնեք գույնը։ Եկեք այստեղ մենք ավելացնենք սև ու սպիտակերը, քանի որ այստեղ տվել ենք black ու white եւ տանք generate կոճակի օգնությամբ, որպեսզի ստեղծվի այդ նախշը։ Դուք այժմ տեսնում եք, որ մենք ստացանք այս սև ու սպիտակ նախշը։ Եթե մենք սեղմում ենք համապատասխան նախշի վրա, ապա այստեղ մեզ գալիս է հուշում, որ մենք կարող ենք այս նախշը խմբագրել համապատասխան pattern option-ի կարգավորումներով։ Ավելացնենք, որ այստեղ միայն չի աշխատում այս նախշերի տեսակները, որ դուք կարող եք ստեղծել, իսկ մնացած կարգավորումները դուք արդեն կարող եք փոփոխել եւ tag done համապատասխան օգտագործելով այս օբյեկտը։ Սա նախշերի ստեղծման հնարավորությունն է Adobe Illustrator-ում օգտագործելով text to vector graphic նոր վահանակը։